Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի ու Ղրղստանի ղեկավարները հայտարարություն են փոխանցել Մհեր Գրիգորյանին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով այսօրվա հանդիպանը քննարկել են Հայաստանի դիրքորոշման շուրջ իրավիճակը։ Թե ինչ բովանդակություն ունի հայտարարությունն, առայժմ չեն հրապարակել։ Պաշտոնական Մոսկվայից ավելի վաղ հայտարարել էին, թե գագաթաժողովի ընթացքում կքննարկեն Միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Ռուսաստանը հորդորում է արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, թեև Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը Եվրամիությանն անդամակցելու հայտ չեն ուղարկել։ Գագաթաժողովի բաց մասում, սակայն Հայաստանի հասցեին քննադատություններ չհնչեցին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթում ակնարկ կար նա, սակայն ոչ թե Հայաստանին, այլ Միությանը քննադատեց, պնդելով, թե իրենք պետք է ավելի լավ աշխատեն, որ անդամ երկրները հեռանալու միտք չունենան։ Անդամ մյուս երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ առանձին հայտարարություններ չարեցին։ Մհեր Գրիգորյանն էլ Աստանայում ավարտված ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում։ Նրա խոսքով Հայաստանը մտադիր է հետագայում եւս բարեխճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության եւ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու վրա, ասել է Գրիգորյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։ Կարապետյանը պահանջում է, որ պատասխանող կողմերը հանրային հեռուստաընկերություն, Փակbaşıնի ընկերությունն ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայցը բավարարելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց երրորդյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող տվյալները։ Նշվում է, որ հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված օլիգարխ պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու, ժողովրդին խաբելու, վախեցնելու, իշխանության գալու համար ձայներ գնելու, պատերազմ հրահրելու, Հայաստանի անկախությունը վերացնելու, օտարերկրյա լրտես հանդիսանալու մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը, նշված է հայցի պահանջում։ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել ՀՄԿ-ի եւ ՔՊԻ-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավ վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր հյուրընկալվել է հանրային հեռուստաընկերությանը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Հարցազրույցը կարող եք դիտել լուրերից անմիջապես հետո ժամը 22:10-ին տեղեկանում են Քոչարյանի պաշտոնական էջից։ Նշենք, որ սա թերևս Քոչարյանի առաջին հարցազրույցն է հանրային հեռուստաընկերությանը։ 2021 թվականին նախատեսված հարցազրույցը չէր կայացել, քանի որ կողմերը չեն համաձայնեցրել հարցազրույցի վայրի ձևաչափը։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ուղևորվել են Տավուշի մարզ։ Համայնքներից մեկում իր ելույթում Փաշինյանն արձագանքել է իր հասցեին ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին եւ վիրավորանքներով պատասխանել։ Փաշինյանը պնդել է, թե ինքը փրկել է Մեղրին եւ Սյունիքը հանձնումից։ Դրանք Սերժի ճտերն են, Սերժի քաղաքական զավակները մեզ մեղադրում են Սյունիքն ու Մեղրին հանձնելու փորձի համար։ Հողերը տալիս է, հողերը տալու է, բայց մենք Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք։ Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով, ասել է Փաշինյանը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից շուրջ 19 տարի անց 2018 թվականին եւ այդ ողջ ընթացքում երկրորդ եւ երրորդ նախագահների պաշտոնավարման օրոք Մեղրին ու Սյունիքի ողջ մարզը եղել են Հայաստանի Հանրապետության կազմում։ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված ապակալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ Օսիպյանը շարունակում է հացադուլը, վիճակը նորմալ է։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արաբգիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիստերիայի նոպաներ էր ունեցել, վիրավորելով եւ թիրախավորելով արցախցիներին, տարածելով ատելություն ոչ միայն ընդդիմության, այլև ներազգային արցախցիների նկատմամբ։ Փաշինյանը վիճաբանել է նաեւ արցախցի Արթուր Օսիպյանի հետ, ում մեղադրում էր պատերազմում չմահանալու մեջ։ Միջադեպից հետո Օսիպյանը անհետացավ, վերջինիս գտնվելու վայրն անհայտ էր, նրա հեռախոսն անհասանելի, Facebook-յան էջը արգելափակված։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, բայց մենք մինչև վերջ գնալու ենք։ Այս մասին թիմակիցների հետ հանդիպման քննարկման ժամանակ ասել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից, տեղին անտեղին թիմին վախեցնելու համար ես ձեզ հանձնարարել եմ եւս մեկ անգամ հանձնարարում եմ շատ ուշադիր եղեք ընտանիքի հանդեպ, անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղյակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողքն եք լինում, ասել է Ծառուկյանը, ապա հավելել. Սա ժամանակավոր է, մենք մաքուր ենք, ամեն ինչ պետք է օրենքի սահմանում լինի ու որևիցե խախտում չկատարվի, ընտրակաշար կամ որևիցե մի բան, մաքուր ենք, բայց ուզում ենք թիմի աչքը վախեցնել, մենք մինչև վերջ գնալու ենք։ Այսօր մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևանի-Ջևան ավտոճանապարհի 22.5 կիլոմետրի հատվածում Չայնի ոլորանների սկզբնամասում բախվել են Իվեկո եւ Զիլ մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Իվեկոն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշտենին եւ կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով մեկ հոգիում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական որույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Իվեկոյի վարորդն է եղել, Իվեկոն էլ բարձված է եղել միրգ բանջարեղենով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։